Մեշոկ պապի բոլորս էլ փոքր ժամանակ լսել ենք, որ այ եթե խելոք չմնաս, Մեշոկ պապին կգա, քեզ կտանի ու սապոն կսարքի։ Ու ինչքան էլ որ զարմանալի է, միայն հենց այս համեմատաբար վերջերս իմ մոտ հարց առաջացավ, որտեղից է առաջացել Մեշոկ պապի պատմությունը։ Ու մի փոքր ուսումնասիրելուց հետո բարձ է դառնում, որ մեր հայկական Մեշոկ պապի նախատիպը դա ալպյան ժողովրդական ավանդությունների մեջ տեղ գտած Կրամպուսն է։ Երևի քչերդ լսած կլինեք Կրամպուսի մասին, բայց իրականում ինքը արևմուտքում շատ հայտնի է, իր մասին նույնիսկ տենց սարսափ ֆիլմեր էլ կան։ Մի խոսքով ալպյան տարածաշրջանում ապրող ազգերի համար ամեն տարի ամանորին Սանտա Կլաուսի հետ նաև տնետուն էր շրջում Կրամպուսը։ Սանտա Կլաուսը այցելում էր եւ նվերներ էր տանում այն երեխաներին, ովքեր որ իրենց ամբողջ տարվա ընթացքում խելոք էին պահել, իսկ արդեն Կրամպուսին բաժին էին ընկնում այն երեխաները, ովքեր որ տարվա ընթացքում իրենց չար էին պահել ու Կրամպուսը գալիս էր նրանց պատժելու։ Մի խոսքով Կրամպուսը փաստացի Սանտա Կլաուսի օգնական ուղեկիցն էր, ով որ կարելի է ասել հակակշիռ էր Սանտա Կլաուսին, ով որ ինչպես ասեցինք գալիս էր չար երեխաների մոտ եւ պատժում էր նրանց։ Ու վերջի վերջո վերադառնալով Մեշոկ պապիի թեմային, պիտի ասեմ, որ ձեզանից ոմանք երևի կիմանան, որ հայկական իրականության մեջ ունենք նաեւ այնպիսի կերպար, ինչպիսին է որ Կաղանդ պապին, որը որ ձմեռ պապու հայկական կերպարն է։ Հետևաբար Մեշոկ պապին էլ Կաղանդ պապու հակակերպարն է։ Հետևաբար Կաղանդ պապին ինչպես ձմեռ պապը այցելում է իրենց խելոք պահած երեխաներին ու նվերներ է տալիս, ապա Մեշոկ պապին գալիս է իրենց չար պահած երեխաների մոտ։ Մանկական երկաթուղու ուրվականը։ Մանկական երկաթուղին ունի երկու թունել, ու հենց ասում են, որ երկրորդ թունելում բնակվում է մի երիտասարդ աղջկա հոգի, որը որ ժամանակին ինքնասպանություն է գործել այդ թունելի մեջ։ Ու նույնիսկ ասում են, որ կարող եք տեսնել այն պարանը կամ լարը, որից որ կախվելով այդ աղջիկի ինքնասպանություն է գործել։ Առհասարակ վերջին տարիներին մանկական երկաթուղին եղել է շատ sense տարօրինակ տեղ, վայր, որտեղ հավաքվել են տարօրինակ մարդիկ, տեղի են ունեցել տարօրինակ իրադարձություններ։ Նույնիսկ ասում են, որ ինչ որ մարդիկ այդ թունելներից մեկում հայտնաբերել են ինչ որ ծեսով զոհաբերված շան մարմին։ Այսինքն նույնիսկ հնարավոր է, որ այդտեղ սատանիստների հավաքատեղի է, որտեղ որ իրենք իրականացնում են իրենց ծեսերը։ Չղջիկի արյունով ակնոցը։ Համոզված եմ, որ 90-ականներին ու 2000-ականներին մեծացած երեխաների մեծամասնությունը, հատկապես տղեկի մեծամասնությունը լսել են սրա մասին։ Սա մի հատ լեգենդ է, համաձայն որի եթե արևային ակնոցի վրա կամ առհասարակ ակնոցի վրա քսես չղջիկի արյուն, ապա այդ ակնոցը կսկսի մարդկանց մերկ ցույց տալ։ Մի խոսքով sense մի հատ ինչ որ այլասերված քաղաքային լեգենդ է, որին որ մենք փոքր ժամանակ ահավոր հավատում էինք։ Ու իրեք ամենահետաքրքիրը որն է, արդյոք եղել են այդ ժամանակահատվածում երեխաներ, ովքեր որ փորձել են դա, այսինքն ինչ որ ձև գտել են չղջիկ, իր արունը քսել են ակնոցի վրա ու փորձել են արդյոք կաշխատի թե չէ։ Մարդակեր խոզը մի ընտանիքում, որում որ լինում է նորածին, որը որ նոր է սկսել շարժվել, այսինքն մեր լեզվով ասած նոր սկսել է չոչանել, ու այդ ընտանիքի մայրն էլ եղել է ահավոր սերիալների սիրահար։ Այդ ընտանիքը, ինչպես որ կարելի է ենթադրել, բայլախոզ ու մի օր, երբ որ ընտանիքի մայրը տարված է եղել սերիալ նայելով, չի նկատել, թե ոնց է իր նոր շարժվել սովորող երեխան չոչանելով գնում հասնում գոմ, որտեղ էլ որ խոզը տեսնելով երեխային, հարձակվում է երեխայի վրա ու սկսում է ուտել։ Ու վերջում էլ ասում են, որ ընտանիքի հայրը իմանալով այս դեպքի մասին, վերադառնալով տուն, զենքով սպանում է իր կնոջը։ Դևերը եւ ծննդկանները։ Ինչքան էլ որ տարօրինակ լինի ենթավեռնագիրը դևերի եւ ծննդկանները, բայց փաստացի հենց այս պատմությունը վերաբերում է քրիստոնեության մեջ ընդունված անկյալ հրեշտակների, որոնք որ դևերն են, ու երկրորդ բառը այս ենթավեռնագրի մեջ դա ծննդկաններն են, այսինքն այն մայրերը, ովքեր որ նոր են երեխա ունեցել ու գտնվում են մեր ժողովրդական լեզվով ասած 40-քի մեջ, երեխայի 40-քի մեջ, ընդունված է, որ 40-քի մեջ գտնվող մայրը խոցելի է, ոնց որ անընդհատ չարի հարձակումների տակ է գտնվում։ Դևերը ամեն կերպ ուզում են մտնել հարսի օրգանիզմ ու պոկել նրա ջիգյարը։ Ջիգյարը դա նույն լյարդն է։ Օրինակ պատմություններից մեկը հետևյալն է։ Դևը դառնում է մազ, մտնում է խավիցի մեջ, որը որ պիտի ուտի ծննդկանը, որպեսզի խավիցի հետ մտնի նրա օրգանիզմ ու սպանի նրան։ Դրա
մասին գլխի է ընկնում ծննդկանի ինչ-որ մի ծանոթ կամ բարեկամ։ Գտնում է մազը խավիցի միջից, հանում է ու գցում է կրակի մեջ։ Սևանի ջրասուզակները։ Այս պատմությունը էլի ես լսել եմ փոքր ժամանակ, երբ որ պատմում էին, թե իբր Սևանա լճում կան ջրասուզակներ, ովքեր որ մարդկանց ներքև քաշելով խեղտամահ են անում։ Ու այդ ժամանակ երեխաների շրջանում ակտիվ տարածված էր Scooby-Doo մուլտսերիալը, ու այդ մուլտսերիալի մեջ կա հենց մի պահ, որը որ վերաբերում է հենց ջրասուզակներին, ու ջրասուզակները հատկապես այն իրենց հին համազգեստով դարել էին մի հատ առեղծվածային սենց կերպար, ու պլյուս այս Սևանա լճի մասին պատմությունը մի հատ նոր մթնոլորտ էր ձևավորում ջրասուզակների շուրջ, դրա համար էլ սենց հիշվող պատմություն է մանկությունից, որը որ ամենայն հավանականությամբ էլի 2000-ականներին մեծացած երեխաները լսել են։ Սևանա լճում մարդիկ ամեն տարի ցավոք սրտի ջրահեղձ են լինում ու կարող է ոմանք սա կապեն հենց ջրասուզակների հետ, պնդելով, որ միգուցե ջրասուզակները մինչև օրս էլ շարունակում են իրենց սև գործը։ Ու վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել Reddit-ի հայկական community-ին, որովհետև մոտարապես մի ամիս առաջ, երբ որ որոշել էի պատրաստել այս տեսանյութը, Reddit-ում գործող Armenia subreddit-ում մի հատ հրապարակում եմ անում, որում որ հարցնում եմ հայերին, արդյոք լսել են հայկական քաղաքային լեգենդներ, որոնցով կարող են կիսվել։ Ինչի արդյունքում էլ հենց այդ հրապարակման տակ տեղ գտած պատմություններից ոմանք հայտնվել են այս տեսանյութի մեջ, ու էլի շնորհակալություն եմ հայտնում Reddit-ի հայկական համայնքին պատմությունները պատմելու համար։ Իսկ Reddit-ի այդ post-ի լինքը կլինի այս տեսանյութի նկարագրության բաժնում, կարող եք անցնել ու կարդալ ամբողջ պատմությունները հայկական քաղաքային լեգենդների մասին, որոնք որ պատմել են հայերը։